Նոյանտապանում հյուրընկալել է միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանին։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր խնդիրները շատ են ու ցանկալի կլիներ դրանցից սկսել, բայց ես ամեն դեպքում ուզում եմ մի փոքր հեռվից գանք։ Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի եւ Ղազախստանի նախագահների հանդիպումը, որի շրջանակներում կողմերը ավելի քան 17 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով առևտրատնտեսական համաձայնագիր են ստորագրել։ Նախ կխնդրեմ ձեր դիտարկումները, ձեր վերլուծությունը, ինչ է փոխում սա նաեւ մեր տարածաշրջանի հետ կապված, եթե իհարկե կապ կա։ Միանշանակ կապ կա, ես այդ կապի մասին խոսել եմ տարիներ առաջ իրականում։ Ըստ թվում է նույնիսկ ձեր տաղավարում եմ խոսել, նախ ոչ միայն Ղազախստանի նախագահները Վաշինգտոնում, Կենտրոնական Ասիայի բոլոր 5 նախագահները Վաշինգտոնում էին։ Բավականին հետաքրքիր գործարքներ են կնքվել կապված այսպես կոչված հազվագյուտ մետաղների հետ, հայտնի է, որ Կենտրոնական Ասիայում առաջին հերթին Ղազախստանում բավականին մեծ պաշարներ կան հազվագյուտ մետաղների, որոնք մեր այս տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների դարում բավականին մեծ պահանջարկ ունեն։ Այսինքն գնալով նրանց պահանջարկը շատանում է, իսկ նավթի ու գազի պահանջարկը փոքրանում է։ Սա հատկանշական է։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն խնդիրներ ունի Չինաստանի հետ կապված հազվագյուտ մետաղների հետ եւ այն, որ Թրամփը փորձում է որպես այլընտրանք օգտագործել Կենտրոնական Ասիան, կարծում եմ բավականին տրամաբանական է եւ ողջամիտ։ Նաեւ հիշեցնեմ, որ բանակցություններ Կենտրոնական Ասիայի հետ վաղուց, Կենտրոնական Ասիայի երկրների հետ վաղուց սկսել է Եվրոպական միությունը, հանդինս Ֆրանսիան, այնպես որ դա բավականին հետաքրքիր մի տարածաշրջան է, առաջին հերթին իր ռեսուրսային բաղադրիչով, որը բոլորին անհրաժեշտ է։ Ինչ կապ ունի այդ ամենը մեզ հետ։ Եվ քաղաքական ենթատեքստը այս ամենի Քաղաքական ենթատեքստը շատ պարզ է։ ԱՄՆ-ն պոկում է Կենտրոնական Ասիան Չինաստանից եւ Ռուսաստանից։ Ավելի շատ Չինաստանից, որովհետեւ չինական ազդեցությունը շատ ավելի մեծ է, ավելի քիչ Ռուսաստանից, որովհետեւ այնտեղ մնացել են միայն այնպիսի ռուդիմենտար հասկացություններ, որոնք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ, կիսատ պարատ աշխատող ՀԱՏՄ-ն, հա, բայց դրանից ավել ոչ մի բան։ Սա քաղաքական ենթատեքստն է։ Տնտեսական ենթատեքստը կարծում եմ ակնհայտ է, մենք արդեն խոսեցինք այդ մասին, շատ լուրջ ռեսուրսային բազա է դա Եվրամիության եւ ԱՄՆ-ի համար, որ օգտագործվելու է։ Եվ կապը մեզ հետ դա թրիպն է իհարկե։ Եվ միջին միջանցք Իհարկե։ Այդ օթով այդքան հո չեն տանելու բերելու, ասենք, եթե լինում է կապ, եթե տարածաշրջանը Կենտրոնական Ասիան պոկում են Չինաստանից եւ Ռուսաստանից, ապա պետք է հստակ կապ լինի։ Ռուսաստանի տարածքով այն չի կարող լինել, Իրանի տարածքով չի կարող լինել, մնում է Հարավային Կովկասը։ Եվ այստեղ միջին միջանցքը հերթական անգամ ստանում է ավելի մեծ ակտուալություն։ Երբ որ ժամանակին մենք ասում ենք, որ մեր տարածաշրջանը եւ Հայաստանը հետաքրքիր է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մեր օպոնենտները ասում են այդպիսի հիմարություններ են խոսում, մենք ոչ մեկին պետք չենք, միայն տեր ու տիրակալը Ռուսաստանն է, մենք միայն իրենց ենք պետք, մենք вообще անտեր ենք եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու հիմա մենք տեսնում ենք, պետք ենք թե պետք չենք։ Ես նաեւ հիշեցնեմ ձեզ 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ամերիկան եւ Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա, հիշում եք մեծ լավ քարտեզ կար այդպես բանի fly radar-ի, որտեղ թռիչքները իրականացվում են միայն Հարավային Կովկասով բոլոր։ Արևմուտք արևել կապը այդ պահին կայանում էր միայն մեր տարածքով։ Վերևի հատվածը Ռուսաստանը փակ էր թռիչքների համար, հարավը փակ էր թռիչքների համար, Իրանում պատերազմ էր։ Մենք միայն կամուրջն էինք մնացել։ Սա շատ պատկերավոր էր եւ մեծ հաշվով, եթե մենք խոսում ենք ապագայի մասին, մոտակա տարիների մասին, երբ որ Իրանը եւ Ռուսաստանը շարունակելու են փակ մնալ, մեկուսացված մնալ եւ շարունակվելու են լինել պատժամիջոցների թիրախ, Հարավային Կովկասը շատ մեծ նշանակություն է ստանում եւ վստահ եմ, որ ունենալու է որպես տրանզիտային միջանցք։ Տեսեք, թրիփի կամ միջին միջանցքի իրականացման հետ կապված վերլուծությունները լսելիս միշտ նշել են Ռուսաստանի խափանման հնարավոր միջոցները։ Հիմա եթե Ռուսաստանը թույլ է, բայց դուք ասացիք, որ այդ ծրագրով դուրս է մնալու նաև Չինաստանը։ Չինաստանի առումով մենք ինչ սպասենք, այսինքն եթե Ռուսաստանը թույլ է, կարող են մտահոգությունները մի փոքր ավելին քիչ լինել, իսկ Չինաստանի դեպքում ինչ կարող եք ասել։ Կանխելու համար այդ
ծրագիրը։ Չինաստանը կարծում, որ Չինաստանը կարող է կանխել այդ ծրագիրը, բայց Չինաստանը իր հերթին ակտիվացնելու է հարաբերությունները եւ ակտիվացնում է հարաբերությունները կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Այդ ուղղությամբ իրենք այդպես են աշխատում։ Իդեպ Չինաստանը շատ ակտիվ հարաբերություններ ունի Հարավային Կովկասի երկրների հետ, Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ։ Մենք վերջինն ենք այդ ցուցակում, բայց կարծես թե մենք էլ արդեն ունենք ռազմավարական հարաբերություններ Չինաստանի հետ եւ ես կարծում եմ, որ չինական ներկայությունը եւս Հայաստանի տարածքում աճելու է, ինչը մեզ համար հաստատված չէ։ Այսինքն կառուցողական է տարբերություն Ռուսաստանի իրենք փորձում են Չինաստանը ինչպես է աշխատում։ Չինաստանը ինչպես է աշխատում։ Չինաստանը այս վերջին տասնամյակների ընթացքում փափուկ ուժով է աշխատում եւ տնտեսական է նրա էքսպանսիան։ Այսինքն ռազմական էքսպանսիա Չինաստանը չի օգտագործել ոչ մեկի նկատմամբ տասնամյակների ընթացքում։ Իրենք աշխատում են ամբողջ Աֆրիկան չինական այսօր։ Աֆրիկայում երկիր չկա, որտեղ չինական լուրջ ներկայություն չլինի եւ դա ամենը տնտեսական միջոցներով է, նրանց էքսպանսիա տնտեսական է։ Եվ ես հույս ունեմ, որ Չինաստանի այդ քաղաքականությունը կշարունակվի, հակառակ դեպքում մենք ստանանք շատ վատ վիճակում, շատ վատ մի աշխարհ ենք ստանալու եւ ժամանակ կարծում եմ երրորդ համաշխարհայինի մասին խոսակցությունները շատ ավելի ակտուալ կդառնան, եթե Չինաստանը իր այդ քաղաքականությունը փոխի, բայց ես հուսով եմ, որ այդ ճանապարհով նրանք չեն գնա։ Հիմա գանք հարևան երկրի ղեկավարի հայտարարություններին մի կողմից, երբ հայտարարում է, որ ադրբեջանցիները կվերադառնան Հայաստան առանց տանկերի, այլ մեքենաներով եւ պետությունը ժողովուրդը պետք է դրանից չվախենա, միաժամանակ թույլ է տալիս իր տարածքով ծորենի բեռ է գալիս եւ ավելին արդեն հայտնի է, որ նոր բեռներ են գալու, ռուսական ծորենով բեռնված բեռներ։ Հիմա մենք ինչ անենք, վերլուծաբաներ կան, ովքեր օրդորում են ուշադրություն դարձնել գործողություններին եւ Ալիևի հայտարարություններն այդքան ցավոտ ու էմոցիոնալ չընկալել։ Գիտեք, ես հետևում եմ արձագանքներին եւ ադրբեջանական կողմից եւ հայկական կողմից եւ իրոք ադրբեջանական կողմի արձագանքները շատ ցավալի են եւ ունեք ինձ մոտ եւս էմոցիաներ են առաջացնում որպես անհատ, որպես հայ, որպես քաղաքացի։ Ну իհարկե մենք հասկանում ենք, որ այդ ամենը իրականության հետ որևէ աղերս չունի։ Մենք հասկանում ենք, որ օրինակ Բաքվի հայերը, որոնք Բաքուն ժամանակին կառուցել են եւ թողել են ադրբեջանցիներին եւ վտարվել են այնտեղից, շատ ավելի մեծ իրավունքներ ունեն Ադրբեջանում, քան Ադրբեջանը Հայաստանի ադրբեջանցիները Հայաստանում։ Հա, բայց ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը իր այդ քաղաքացիների իրավունքների համար, ինչպես պնդում են շատերը, այո, չի խփել եւ չի պայքարել, իսկ Ալիևը գնում է հետամուտ է լինում մի մատամատին չի խփել, քաղաքականություն է վարվել փախստականներին, սրկել փախստականի կարգավիճակից, բոլորին շնորհվել է Հայաստանի քաղաքականություն, քաղաքացիություն, իսկ նրանք ում չի շնորհվել, հասցրել են թողը գնացել են Հայաստանից, որովհետեւ այն ժամանակ այն պայմանները, որոնք կային Հայաստանում եկած մարդկանց համար, որոնք ոչ մի բան չունեին, այսինքն դատարկ ձեռներով եկել են, կյանքի հետ անհամատեղելի էին։ Դա էլ է հասկանալի։ Հիմա այդ քաղաքականությունը չի իրականացվել, լավ վերադառնանք այսօր։ Իրենց կողմից իրականացվում։ Էմոցիոնալ առումով, այո, ինձ մոտ էլ է սա էմոցիաներ առաջացնում, բայց եկեք փորձենք չխոսենք էմոցիաներից, դա ողջամիտ չէ։ Ինչ է կատարվում այսօր։ Մենք փորձում ենք Ալիևին քարշ տալով տանենք դեպի խաղաղություն։ Հասկանում եք։ Տեսեք, մենք դրել ենք պարտություն։ Մեր զենքերի մեծ մասը մնացել է Լեռնային Ղարաբաղում, Արցախում։ Մենք ունենք 4000 զոհ։ Մենք ունենք 100,000-ից ավելի փախստականներ, որոնք եկել են Արցախից Հայաստան։ Մենք կորցրել ենք վերջին մի քանի տարվա ընթացքում 12000 քառակուսի կիլոմետր տարածք։ Մենք համարել ենք, որ դա մերն է, իրենք համարել են, որ իրենցն է, այնուամենայնիվ կորցրել ենք։ Այդ կորուստները դարձրել են Հայաստանը շատ ավելի խոցելի, քան այն եղել է։ Ես մա փորձում եմ նկարագրել ինչ վիճակում ենք եւ ինչ պետք է անենք, հա։ Շատ ավելի խոցելի, քան նա եղել է մինչև 20 թվականի սեպտեմբերի 27-ը, որ Ադրբեջանը հարձակվեց մեզ վրա։ Այն ժամանակ էլ ենք խոցելի։ Մեզ խափում էին, ասում են խոցելի չենք, տարածաշրջանում ուժեղային բանակ եւ այլն, բայց մենք ավելի խոցելի ենք դարձել։ Այսօրվա պայմաններում մենք չենք կարող պատերազմել Ադրբեջանի հետ եւ հաղթել։ Սա բանենք մի կողմ, հա, փաստա։ Ինչ համանում մեզ։ Մեզ մնում է մեկ ճանապարհ։ Փորձել պահպանել եղածը, իսկ դա հնարավոր է միայն եւ միայն մեկ պայմանի դեպքում ստիպել Ադրբեջանին գնալ խաղաղության։ Այս վերջին տարիներին sense մի հատ բան կա, չէ,
ուժի միջոցով պարտադրել խաղաղության։ Մենք այդ ուժը չունենք։ Բայց այս պահին փաստացի մենք պարտադրում ենք Ալիևին խաղաղության։ Ալիևին խաղաղությունը պետք չի։ Կարծում եմ բոլորը համաձայն են, չէ՞։ Մեր օպոնենտներն էլ են, չէ՞, ասում Ալիևը չի ուզում խաղաղություն, պատերազմը ուզում։ Ես համամիտ եմ նրանց հետ։ Բայց նա գնում է այդ խաղաղության։ Ինչի է գնում։ Որովհետև ստեղծվել է մի իրավիճակ, որում իրան այլ ընտրանք չկա։ Ինքը շատ է ուզում պատերազմել, շատ է ուզում Սյունիքը սեցեսիայի ենթարկել, շատ է ուզում մեր պետականության վերջը տալ, բայց չի կարող այս պահին։ Դե իրավիճակը փոխվել տարածաշրջանը, դե ամերիկացիներն են եկել։ Եվ որովհետև այս տարածաշրջանը բոլորին պետք է, որպես կամուրջ, որպես տրանզիտ գոտի։ Ալիևը ինչ էր ուզում։ Ինքը ասում էր, այդ ամեն ինչը ես կտամ։ Այս Հայաստանն էլ կվերցնեմ, ես դες կվաճառեմ, կնստենք կխոսենք, բայց նախ դա ոչ մեկին ձեռնտու չէ ունենալ գործ մի հոգու հետ։ Բիզնեսի տեսանկյունից մենք հիմա շատ սարն ենք դատում։ Ինչի խոսել միայն Ալիևի հետ, եթե հնարավոր է խոսել Փաշինյանի եւ Ալիևի հետ, որոնք իրար հավասարակշռելու են, չէ՞։ Այսինքն Ալիևյան պլանները մեծ հաշվով։ Ես հիմա չեմ խոսում հայերի ինչ որ մեկը պաշտպանի, փրկի, այդ հիմարությունները դնենք մի կողմ։ Ձեռնտու չեն ոչ մեկին։ Դրա համար ստեղծվել է ինչ որ ստեղծվել է։ Հիմա Ալիևը գնում այդ ճանապարհով, բայց շատ դանդաղ։ Ինքը անհատ կանգառներ է փորձում անել։ Այդ Սևանի մասին հայտարարությունը այդ կանգառներից մեկն է, որը հասցեագրված է եւ մեզ, եւ միջազգային հանրությանը, որ ես տեսեք դեռ կանգնել եմ, դեռ չեմ ուզում առաջ գնամ, տեսեք ինձ ինչ եք առաջարկում, չէ՞։ Հիմա կան չէ այդպիսի կարծիքներ, պլաններ կան նույնիսկ Վաշինգտոնում Ադրբեջանին միացնել Կենտրոնական Ասիայի ֆորմատին, այսինքն այդ C5-ը կոչվում է, թե չեմ սխալվում, դառնա +1։ Որտեղ Ադրբեջանը շատ կարևոր նշանակություն ունի, ես այդ մասին խոսել եմ։ Ադրբեջանից հետո միջին միջանցքը ունի երկու ճյուղավորում, մեկը Վրաստանով անցնում, մեկը Հայաստանով, իսկ Ադրբեջանը միակն է, այլ ընտրանք չկա։ Եվ Ալիևը փորձում էր այդ կապիտալիզացիան ավելի բարձրացնել, այդ 42 կիլոմետրը խլելով մեզանից, այնպես ինչպես Ղարաբաղը խլեց, ռուսների հետ միասին իդեպ։ Եվ ռուսներին էլի գցելու էր այդտեղ, եթե դա ստացվեր, փառք Աստծո չստացվեց։ Սա է իրականությունը։ Հիմա այս իրականությունը ինքը ինչ որ ձև պետք է մարսի։ Ինչ որ ձև պետք է ժողովուրդը ադրբեջանցիները մարսեն։ Դրա համար այս հայտարարություններն են արվում, դրա համար կանգառներ են արվում, փորձում է թանկացնել իրեն, ավելի թանկ վաճառել։ Ալիևը խաղացող է։ Ինքը խաղ է խաղում։ Այդ խաղը մեզ շատ է նյարդայնացնում, մեր դուրը չի գալի, որովհետև ինքը արդար չի, հա, մեր տեսանկյունից արդար չի, բայց դե խաղաղությունը եւ արդարությունը անհամատեղելի բաներ են։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք
հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Ստեփանյան, այս համատեքստում բացառել Ալիևի գլխում սցենար, որ գիտնականներին իջեցվեն հրահանգներ, իդեպ այս դեպքում հենց կարծես թե գիտնականներին իջեցվել են համապատասխան հրահանգներ, երբ ցարական քարտեզներին է հղում արել, իջեցնել հրահանգներ, որ կազմեք քարտեզներ, գրքեր, այսինքն քարոզչական այնպիսի նյութեր, որոնց վրա երկար ժամանակ կծախսեն, գումար կծախսեն եւ կբերեն կհասցնեն մի կետի, երբ միջազգային հանրությունը նույնքան անհաղորդ կլինի, ինչպես Արցախի դեպքում, այսինքն Հայաստանը կկարողանա այդպես վերցնել խաղաղ, առանց տանկերով Հայաստան գալու, այլ մեքենաներով։ Այդ հրամանը Ալիևը վաղուց իջեցրել է, ոչ թե Իլհամ Ալիևն է իջեցրել, այլ Հեյդար Ալիևը, երբ որ եկել է իշխանության։ Եվ այդ ամենը եղել է այդպեսի մի ճակերտավոր ակադեմիկոս կար Զիաբունիաթով, արդեն լքել է մեզ արդեն նա, ինքը մի հատ մեծ աշխատանք է կատարել պատմությունը ֆալսիֆիկացնելու ուղղությամբ, մի հատ մեծ աշխատանք է կատարել եւ Ադրբեջանի գիտությունների ակադեմիան կա այդպեսի մարմին Ադրբեջանում իրենց ամբողջ աշխատանքը պատմության ինստիտուտի, հա, մեծ հաշվով, բարձր չէ որ այնտեղ ֆիզիկոսներ եւ քիմիկոսներ չկան։ Իրենք աշխատում են այդ ուղղությամբ, բազմաթիվ գրքեր են տպում, արդեն 20-30 տարի աշխատում են։ Դենես չի որ նոր է դա։ Դա աշխատելու են, դա իհարկե աշխատելու են։ Աշխատելու են, բայց ինչ պետք է անեն։ Աշխատել են եւ աշխատելու են։ Բայց այստեղ կա մեկ բայց։ Եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիր, եթե մենք բացում ենք կոմունիկացիաները, եթե մենք անում ենք սահմանի դելիմիտացիա եւ դեմարկացիա, այդ աշխատանքը մեզ համար ճանճի տզոցի նշանակություն է ունենալու, հասկանում եք, որովհետև գիտեք, եկեք հասկանանք էլ եւ հայ-թուրքականի դեպքում եւ հայ-ադրբեջանի դեպքում, որ դու ասում ես բաց սահման, երբ որ դու ասում ես կոմունիկացիաների վերաբացում, դա չի նշանակում, որ այսպես բացվելու են ու ադրբեջանցիները կան։ Ճանապարհը բացվելու ընդհանրապես տրանզիտի համար։ Բացվելու է հսկիչ անցագրային կետ։ Հիմա վրացիները գալիս են լցվում են ստե, տանկերով կամ ավտոմեքենով, չէ, իրանցիները գալիս են, չէ, նույնն են դեղա լինելու։ Եթե մենք նույն ձևի մեր օրենսդրության համաձայն այդ պաշտպանողական ֆունկցիաները իրականացնենք, պետական ոչ մի բան չի լինելու։ Եթե հենց ընդդիմությունն էլ է դա ասում է եթե։ Դե հիմա վրացիների իրանցիների դեպքում արել ենք, ինչի պետք է ադրբեջանցիների ու թուրքերը։ Ես ոչ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը թուրքասեր է կամ քաղաքացիական պայետ այդ հիմարություններին չի կարելի հավատալ։ Հա, եթե մենք հավատանք, որ Նիկոլ Փաշինյանը առավոտյան զարթնում է եւ սպասում են Բաղդադի օրվան, երբ թուրքերը ավտոներով ադրբեջանցիները գալու են Հայաստանում բնակեցվեն, դա ուրիշ հարց։ Բայց ես դրան չեմ հավատում։ Դրա համար ես ասում եմ, եթե այդ բոլոր մեխանիզմները աշխատեն, իսկ նրանք կարծում եմ աշխատելու են, ամեն ինչ շատ նորմալ է լինելու։ Հիմա անդրադառնանք հոգևորականներ, իշխանություն այս արճակատմանը, որը հանգուցալուծվելու փոխարեն պարոն Ստեփանյան խորանում է, ինչպես գիտեք, կաթողիկոսի մեկ ամսով կալանավորված հարազատները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար, փաստաբանը պնդում է, որ սա հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ է եւ ուղիղ ճնշում կաթողիկոսի վրա, կա պնդում վերլուծական շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում, երբ անտեսում է այդ եկեղեցու եւ պետության տարանջատման դրույթը եւ փորձում է մատնանշելով կաթողիկոսի ուխտադրուժ լինելը, այնտեղ նախաձեռնել ներսից փոփոխություններ։ Դուք ինչ դիտարկումներ կանեք այս իրավիճակը, որքանով է բխում մեր երկրի շահերից եւ հանրության առաջին հերթին մեր հանրության շահերից։ Ես ուրիշ ձև կասեմ, ձևակերպեմ։ Այս իրավիճակը ուղիղ հարված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերին։
այս իրավիճակը ուղիղ հարված է եկեղեցու որպես կառույցի, որպես ինստիտուտի դիրքերին եւ իմիջին, նրա հեղինակությանը։ Այս ամենը ուղիղ հարված է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, որ ներսում այսպիսի բաներ է կատարվում։ Ում է այս ամենը պետք։ Այս ամենը պետք է քաղաքական իշխանությանը, որը ուզում է ազատվել հակառակորդից, մեկ հակառակորդից, որը աշխատում է իր դեմ բավականին երկար ժամանակ, ընդդիմության հետ մեկտեղ, սպասարկելով Ռուսաստանի շահը, այս իրավիճակը ձեռ է տալիս ընդդիմությանը, խորհրդարանական ընդդիմությանը, համակարգային ընդդիմությանը, որը ունի այսպեսի մի դաշնակից եկեղեցու հոգևոր իշխանների տեսքով, մնացածին ոչ մեկին ձեռնտու չի։ Այս ամենը ունի այդ թվում նաև նախընտրական կոնտեքստ։ Ինչու, որովհետև 26-ին հունիսի 7-ին թեժ է լինելու։ Այդ Մոլդովայի սցենարը ոչ մեկ չի ասել, որ Հայաստանում չի կարող կրկնվել, ոչ մեկ չի գիտի ինչով կավարտվի այս ամենը։ Որտեղ Ռուսաստանը ինքը բոլոր ռեսուրսները գցել է պայքարի մեջ, հա, գցել է պատերազմի մեջ, հիբրիդային պատերազմի մեջ։ Եվ ես ցավով եմ նշում, որ մեր եկեղեցին այդ ռեսուրսներից մեկն է։ Եկեղեցին օգտագործվում է որպես ռեսուրս, նախընտրական ռեսուրս Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչու Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև եւ հենց եկեղեցու դեմ, պարադոքսալ է հնչում, բայց այդպես է։ Դու եկեղեցին ընդհանրապես պետք չպիտի այդ ամենի մեջ մասնակից լիներ։ Այնպես ստացվեց, որ այդ բոլոր մարդիկ միավորվեցին եւ դա արեցին։ Քաղաքացու դիտանկյունից եմ ես ասում։ Մեծամասամբ քաղաքական դաշտում է այս արճակատումը, թե այստեղ օրինականության եւ նաեւ բարոյականության դաշտում կարելի է դիտել։ Մենք հասկանում ենք, բոլորը միասին քաղաքականությունն ու բարոյականությունը իսպար բացառվում է, հա, իսկ օրինականությունը շատ դեպքերում խախտվում է։ Եվ դա նկատվում է բոլոր դեպքերում, եւ իշխանության կողմից, եւ ընդդիմության կողմից։ Քաղաքական պայքարում օրինականությունը շատ է խախտվում։ Դա բոլոր երկրներում կա եւ մեր երկիրը այս հարցում մենք չպետք է ընկալենք որպես շուտ բացառություն։ Դա գործընթացը գնում է։ Ես ինձ շատ ավելի հետաքրքիր է, թե ինչով է ավարտվելու այս ամենը։ Դուք ունեք մոտավոր պատկերացում, թե չէ։ Հանգուցալուծման։ Ես հանգուցալուծման մեկ ճանապարհ եմ տեսնում ինքնամաքրում, ուրիշ բան չեմ տեսնում։ Հիմա կաթողիկոսին որ գցեն ճաղավարտակների ետևում, նրանց հարցը չի լուծվելու։ Հասկանում եք, չի լուծվելու հարցը, սա խնդիրը ավելի է բարդացնելու։ Նույն կերպ, եթե կաթողիկոսը եւ իր արքիեպիսկոպոսները շարունակեն բան անեն մարդկանց, կարգալույց անեն այդ երեք ինչքան գիտեմ Հաղարծինի, հա, հիմա ասենց հերթով որ կարգալույց անեն, իրենք էլ եկեղեցու տակն են քանդում, հիմնասյունն են քանդում, հասկանալի է, չէ, որ այդ մարդիկ ու կարգալույց են անում, իրենց քաղաքական պատճառով են կարգալույց անում, որովհետև նրանք կանգնել են իշխանության հետ, իշխանության կողքը, իսկ քաղաքական պատճառով մարդուն կարգալույց անելը, մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չէ եկեղեցու տեսանկյունից, այսինքն այդ մարդիկ ինչ են խախտել, ինչ որ բան են խախտել, հավատքի դեմ հանցագործություն են կատարել, հա? Ում դեմ են հանցել, թե ասում են ապօրինի պատարակներ են մատուցում, անօրինակ։ Դե հիմա Հայաստանում, եթե մենք հարցում անցկացնենք, ես չգիտեմ, երևի բնակչության մեծամասնությունը կհամարի, որ Գարեգին II-ը ապօրինի կաթողիկոս է։ Հիմա ինչ տալ անենք, հա, դա մի քիչ այնքան էլ ողջամիտ չէ այդպիսի բաներ ասելը։ Եվ միակ ճանապարհը եկեղեցու ինքնամաքրումն է, այդ իրենք պետք է հավաքվեն, հոգևորականները հավաքվեն եւ մեկ հարցի շուրջ արդյոք եկեղեցու շահերից բխում է, որ Կտրիչ Ներսիսյանը շարունակի մնալ եկեղեցու հոգևոր հայր։ Ասացիք հոգևոր դասը վերնախավ, այսինքն մեր եկեղեցու նախկին իշխանությունների հետ էր սերտորեն համագործակցում եւ սպասարկում էին Ռուսաստանի շահերը։ Եթե նախկին իշխանությունների ներկայացուցիչները Ռուսաստանի շահերը սպասարկում են, որովհետեւ այդ սպասարկմամբ իրենք կարողանում էին այստեղ նյութական, ֆինանսական ռեսուրսներ, այսինքն այդ թալանով զբաղվել կամ այլ բնորոշումներ տալ, այլ գործողություններ, որոնք իրականացվել են, բա հոգևոր դասը շքանշանների համար է, պարոն Ստեփանյան, գնում այդպիսի թույլ տալիս, որ իրեն որպես գործիք օգտագործեն։ Ոչ միայն շքանշաններ։ Իրենք էլ են, այսինքն, տեսեք, իշխանությունների, նախկին իշխանությունների դեպքում կարող ենք ասել Ռուսաստանի հետ իրեն ձեռնտու է, որովհետև թալանել են, ապօրինություններ են արել, իսկ հոգևոր դասը։ Տեսեք, նույն այդ եզրասը, ես Մոսկվայում հին բան եմ պատմում 10 տարվա երևի, եթե ոչ ավել, Մոսկվայում կա հայկական գերեզմանատուն, շատ տենց պրեստիժ վայրում է գտնվում,
հողը շատ թանկ է այնտեղ։ Դիմացը ես տեսա ինչ որ արևտրի կենտրոն, որը փակ էր, կիսակառույց վիճակում էր, փակ էր։ Ասացի, ես ինչ ա, ինձ բացատրեցին տեղի հայերը, որ դա ինչ որ բիզնեսմենի էր պատկանում։ Ուրեմն եզրասը խլել է ձեռից։ Այդ բանը խլել է, ու քանի որ խլել է, այդ բիզնեսմենն էլ դատի է, դե հայ է իհարկե բիզնեսմենը, եզրասովորից չի կարա բան խլի։ Ինչ որ դատա գնում, բանա գնում, այն ժամանակ դա փակ էր, այսինքն այդ մարդը ռեկետով է զբաղվում։ Հասկանում եք, ռեկետով էր զբաղվում, երևի հիմա էլ է զբաղվում, այն ժամանակ զբաղվում էր, չեմ կարծում որ փոխվել է։ Ու եթե ինքը ռեկետով է զբաղվում եւ այտենց միլիոնների մասին է խոսքը գնում, միլիոնավոր դոլարների մասին է խոսքը գնում, դա իր համար բիզնես է եւ շարունակում է մնալ բիզնես։ Ինքը շահ ունի դե, անձնական շահ։ Կաշվի մասին է մտածում, գումարներ է վաստակում, ոչ միայն ինքը։ Ինձ մի քանի օրվա ընթացքում տարբեր մարդիկ Ռուսաստանի տարբեր քաղաքներից մեր հայերը, մեր հայրենակիցները նկարներ են ուղարկում եկեղեցու։ Այսօր Ուլիանովսկից եմ ստացել եւ խոստացել եմ այդ մասին խոսել։ Նա 2 տարի առաջ Ուլիանովսկում ինչ-որ եկեղեցի են բացել հայկական, եզրահաս եկել է օծելը, ու վրան գրած է հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Ուրեմն ես դե շնորհավորում եմ, այլևս այդ հապավումը հայ է, էլ ակտուալ չէ։ Մենք արդեն հայ առաքելական եկեղեցի չենք, մենք հայ առաքելական ուղղափառ եկեղեցի ենք։ Հիմա սրանց, որ գնաս եւ հարցնես, ասես է դու որ գնացել ես դա օծել ես։ Այդ ուղղափառ բառը ի՞նչ է նշանակում։ Մեզ ուղղափառ եք ուզում սարքեք, հա։ Սա ոնց է դասավորվում։ Ես 3 այդպիսի դեպք գիտեմ։ 3 դեպք ինձ ուղարկել են, ես նկարներով, բաներով սա գրած է։ Ու մարդիկ ասում են, ես ինչ վիճակ է, ասեն, գնացել են այդ տերտերի մոտ, այդ տեղի բանի մոտ, հովապետի մոտ, ասում եմ, ես ինչ անեմ, ասում եմ, ինձ ասել են, տենց արա ես էլ անում եմ։ Սրանով են զբաղվում այդ մարդիկ։ Այդ մարդիկ արդեն կրոնն են վաճառում։ Մեզ են վաճառում, հասկանում եք։ Դուք ասում եք այն ժամանակ չի, հիմա շարունակվում է, ինչի են տենց անում։ Շահ ունեն, չէ։ Իրանց համար կարևորը իրանց բիզնեսն է, իրանց փողն է, որ քաղաքական գործիչների տրամաբանությունն է։ Իշխանությունների, ղեկավարների տրամաբանությունն է։ Իհարկե, հոգևորություն չկա, դե հոգևոր արժեք չկա, դե ինչի համար ենք մենք դա ասում։ Ինչի համար ենք մենք ասում, որ այդ մարդիկ անընդունելի են։ Ինձ համար անընդունելի են եւ Գարեգինը եւ Եզրասը եւ իր նման բոլոր հոգևոր ճակերտավոր հոգևոր ծառայողները իրանք Աստծուն չեն ծառայում։ Հասկանում եք, ես չեմ ուզում ուղղափառ եկեղեցու հետևորդ լինեմ։ Սա է խնդիրը։ Գարեգինի գործունեությունը Հայաստանում ինչի է բերել։ Տասնյակ սեկտաներ ունենք մենք այստեղ։ Իսկ այս իրավիճակում Եզրասին շքանշանով պարգևատրելը սա կարող է ինչ-որ մեսիջ լինել Հայաստանի նորված։ Իրենք ռուսները իրենք մեծ լավ բան ունեն, էլի, հատկություն ունեն։ Իրենք սիրում են իրենց ոտքին կրակել։ Հիմա Պուտինը դա որ արել է, ես վստահ եմ դա արել է հետևյալ տրամաբանությամբ, իրենց չեկիստական տրամաբանություն, ուժի ցուցադրություն։ Այսինքն մենք Պուտինը, ես, Կրեմլը կանգնած ենք այս եկեղեցի այդ իշխանների ետևում։ Այս Փաշինյան ենք բանենք, որ հարձակվել են եկեղեցիներ, ենք ասում չէ հարձակվել։ Մենք կպաշտպանենք, մենք, ես Պուտինը կպաշտպանենք, չի մտածում որ դրանով հերթական անգամ բացահայտում է սեփական ագենտուրային։ Լավ, Եզրասին ինչի համար տվեց այդ շքանշանը, մեկը կարող է բացատրել։ Ինչ ծառայություններ է ինքը մատուցել։ Միգուցե հայ առաքելական եկեղեցին Ուլիանովսկում ուղղափառ բառն է ավելացրել, օրինակ, հա։ Մարդիկ հանցագործություններ են կատարում հայազգի նկատմամբ։ Եվ օրհնել է հայերին, որոնք պետք է կռվեին ուկրաինացիների դեմ։ Դե ոչ միայն օրհնել է, ես ինչքան գիտեմ, իրանք բան են անում ընդ ռեկորդներ են հավաքում։ Այսինքն հավաքում են այդ բատալյոնները, որոնք գնում են, իրենք մեծ աշխատանք են անում այդ ուղղությամբ։ Մի քանի հազար, եթե չեմ սխալվում, մի քանի հազար հայ արդեն Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի կողմից։ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցներին, որոնք հազիվ գլուխները ազատ եկել են Թուրքի տակից փախել են, Թուրքի յատաղանի տակից փախել են, գնում են ընդդեմ առնում են այսօր։ Այո, սա ինչ է։ Ինչ խոսենք դրա մասին։ Ասենք որ մեր եկեղեցին լավն է, մենք շատ ենք սիրում մեր հոգևոր իշխաններին, հա։ Չասենք, չնշենք այդ ամենը։ Ասում ենք, բա ինչ անենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։